Պարոն Ղազարյան, խնդրեմ։ Պարոն Խուդատյան, ստեղ 4 հարց ունեմ, իհարկե երկուսի մասին գրեթե խոսվեց, բայց չասվեց, որ այդ ծրագրերը կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի հետ կապված դեռևս 25 թվականի հունվարի 21-ի դուքից ասեցիք, որ 1-2 ամսում հաջորդ մեկնարկը կտեսնենք, այդպես էլ չտեսանք, չնայած այն բանի, որ 17 թվականի հաստատված ծրագիր էր, պետք է 21 թվականին կյանքի կոչվեր եւ դուք եք ասում, որ դա վարկային միջոցներով է ձեռք բերվել իրականացվել ծրագիրը, այսինքն վարկային միջոցները տոկոսադրույքի տեսքով բանար է, պատտվել է, սակայն ծրագիրը 21-4 տարի հետո նոր կյանքի է կոչվել կամ էլ չի կոչվել։ Ջրամբարաշինության ոլորտում, բացի նախկին 17 թվականի վեդի նախկին ստեղծ սկսած ջրամբարաշինության ուրիշ ջրամբարաշինություն չկա, ձեռքբերում չկա, զերո է։ Սա մեկ, նույնը կոշտ թափոնների աղբավայրերի հետ կապված 17 թվականի վարկային միջոցներով սկսած ծրագիրը, որ նույնպես 4 տարվա մեջ պետք է ավարտեիք, չեք իրականացրել։ Սա երկուս։ Խոսում է սուբվենցիոն ծրագրերի մասին, դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 27-ի 2085 որոշման, որի հետ կապված ես ու պարոն Ղալոմյանն էլ մի քիչ, գիտեմ, այսպես խոսակցություն ունեցանք, 39.5 միլիարդ դրամ տեղափոխվել է 2025 թվական պայմանագրերը երկարաձգվել է։ Հիմա դուք թվեր եք ընչեցնում, ես հստակ եմ ասում, կուզենամ որ դուք էլ թվերով ընչեցնեք, որ այսքան ծրագիր է իրականացվել։ Դուք 22-24 թվականին չիրականացված ծրագիրները, որոնք պետք է նույն տարում կամ նախորդ տարում իրականացվեր, հաջորդ տարում, չեք իրականացրել, բերել եք ստեղ, եւ սա ամբողջ հավաքական տեսքով մեծ ձեռքբերում եք ներկայացնում, որ սա մեծ ձեռքբերում, այսինքն 4 տարվա սուբվենցիոն ծրագրերը տեղափոխելով բերեք կամ մյուս ծրագրերը հասցրել եք հիմա ըստ մարզերի կայից մոտ եւ հիմա էլ ասում եք սա մեծ ձեռքբերում, հետեւաբար այս 39 միլիարդի ծրագիրը դուք եք իրականացնելու։ Սա երրորդ հարցը եւ չորրորդ հարցը բազմաթիվ չեմ բանանելու, որ անդադ բարձրաձայն է 1 միլիարդ դրամ տրվել է սահմանապահ համայնքներին աջակցության ծրագրում 44-օրյա պատերազմի եւ սեպտեմբերյան այսպես ճշնամու կողմից ոտնձգությունների արդյունքում բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանապահ, որոնք չեն ընդգրկվել ցանկում։ Դուք իբրև նախարար ինչ եք անում, ես 4 տարի ես բարձրաձայնում եմ, ինչ է խտրական մոտեցում, նույն համայնքի կողքի համայնքը օգտվում է ծրագրից, ինչ մեղավոր է քաղաքացին կամ բնակիչ է։ Իսկ այն մնացածը չեն օգտվում։ Համայնքների ցանկը բազմաթիվ անգամ հնչեցել է, ելի եմ հնչեցնելու։ Դուք պարտավոր եք գույքագրում անել, թեկուզ միջանկյալ լուծում տալու, այդ նշված համայնքների այդ գազի ծրագրից, հողի արգի զիջման ծրագրից օգտվեն, հետո մեր մնացածի մասով կանդրադառնան։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ 4 հարցի համար էլ հավասարաչափ, բայց ես անդրադառնամ, ուրեմն սկսեմ երևի սուբվենցիաներից 57.2 միլիարդ դրամ 421 ծրագիր իմ թվարկած հերթականությամբ ամբողջը արվել են 2024 թվականին։ Այսինքն ինչ թվարկեցի, դրանք արվել են 2024 թվականին Դրանց մի մասը 23-ից մեկնարկած ծրագրեր են, մի մասը 22-ից մեկնարկած ծրագրեր են, մի մասը 24-ին մեկնարկած ծրագրեր են, այսինքն ինչ թվարկեցի, դրանք ամբողջը արվել, ավարտվել եւ վճարվել են 2024 թվականի պետական բյուջեից 57.2 միլիարդ դրամ արժեքով 421 ծրագիր ընդհանուր առմամբ, որից պետական բյուջեի ուրեմն համաֆինանսավորումը եղել է 31 միլիարդ դրամ։ Ջրամբարի հետ կապված վեդի ասեցի աշխատանքները մենք արդեն ավարտել ենք, կոշտ թափոնների հետ կապված շատ ճիշտ եք հիշեցնում, 2 ամիս կամ մի փոքր ավել հետո աշխատանքները ամբողջությամբ ավարտված են, այս պահին էլ արդեն մինչև ձեր հարցի հնչեցնելը ես ասացի, որ ավարտված են եւ սպասում ենք մեր միջազգային գործընկերների հաստատմանը, ընդամենը բացման աշխատանքը կազմակերպելու մասով։ Եվ որ հարցը մնաց, որին չանդրադարձա, խնդրեմ ասեք։ Սահմանապահ համայնքների հետ կապված ես ձեզ կփոխանցեմ ամբողջական ցանկը, որը այս սրա տրամաբանության մեջ սահմանամերձ է, ես ընդամենը անդրադարձա մի քանի համայնքի որպես օրինակ նշելով, օրինակ Կապանի դեպքում սահմանամերձ է հաշվարկվել 19, նոյեմբերյան համայնքի դեպքում սահմանամերձ է հաշվարկվել 4-ը եւ այդ նույն տրամաբանությամբ սա ուտի արձանագրեմ, որ լրացուցիչ ֆինանսավորում է հաշվի առնելով ուրեմն իրենց սահմանամերձ լինելու կարգավիճակը լրացուցիչ ֆինանսի իմիջիալոց սա մեկնարկել է 2024 թվականի բյուջեում եւ առաջին անգամ որպես բյուջետային տող ուրեմն նշված է եղել 2024 թվականի բյուջեում
Եթե հարցը հնչեց, սրանք ավելացնեմ նաև կուզեմ անդրադառնալ թվով 8 համայնքների, որոնք ազգային փոքրամասնություններով բնակեցված չխոշորացված համայնքներ են, իրենց էլ հատկացվել է 50 միլիոն դրամ կրկին 2024 թվականից հետո առաջին անգամ։ Պարոն Խուդացյան, երկու արդյիկ անդրադառնամ, կարձագանքեմ, այդ գումարները որ կան, դրանք միշտ եղել են բյուջեում սահմանապահ, մի որոշ ցանկ ամբողջությամբ ունեմ, որոշակի համայնքներ կան, որոնք սոտ կմնացածը կարգավիճակ ստացան, որոնք նախկինում չունեին։ Խոսքս վերաբերում է սեպտեմբերյան ագրեսիայի եւ 20 թվականի 44-րդ պատերազմից հետո մասնավորապես Գեղարքունիքի մի շարք համայնքներ Վարդենիսի դարձել են սահմանապահ, թե դուք փոքրամասնությունների 50 միլիոն եք տվել, սահմանապահ համայնքների 5 միլիոն եք տվել, խոսքս դրա մասին չէ, հստակ ասում եմ, թվով 13 համայնք կա, եթե չեմ սխալվում, որոնք հստակ է չափորոշիչների մեջ են։ Թե չեք գնահատում դրանց կարգավիճակը եւ տալիս բաներ, համապատասխան կարգավիճակ եւ բաներ։ Միջոց տրեք, արեք, ես 3 տարի ասում ենք այս մասին, սա մեկ եւ երկրորդը 24 թվականի 59 միլիարդ փոչերը չեմ հիշում, ասում եմ 39 միլիարդ 503 միլիոն տեղափոխվել է 24 թվականի դեկտեմբերին 25 թվական։ Այդ ծրագրերը երբեք վերջացնելու դրա գումարվելու է նաև 25 թվականի հաստատված եւ չհաստատված 86 ծրագրերը։ Այսինքն ցած կուտակելով բերել եք 59 միլիարդից վստահ եմ, որ այդ նախորդ տարիների չկատարվածներն եք, բեր ամբողջական տեսքի եք, բեր 24 թվականին չեսնում եք։ Հիմա 24 թվականին տեղափոխել եք 39 միլիարդ, այս տարի էլ չգիտեմ, քանի ծրագիր եք հաստատել եւ ինչքան միլիարդ արժողությամբ։ Սրանք որ գումարում են իրար 2040 թիվ մինչև չեք բրզնես ծրագրերը դուք։ Պարոն Ղազարյան, ես այս հարցի մտահոգությունը չեմ հասկանում, եթե անկեղծ ասեմ, որովհետև ես թվարկեցի, մենք 2024 թվականին համաֆինանսավորել ենք 57 միլիարդ դրամ եւ ավել, որի մի մասը կազմել են 24-ին հաստատված եւ ավարտված ծրագրերը, մի մասը 23-ին հաստատված, մի մասը 22-ին հաստատված, այո, որոշակի աշխատանքներ տեղափոխվել են, նախ այդ տեղափոխվածների տարեգրումը սկսվում է 2022-2023 թվականներից, թող տպավորություն չստեղծվի, թե մենք օրինակ 2016 թվականից տեղափոխված կամ 17 կամ 18 թվականին շատ լավ աշխատանքներ կան, որոնք օրացային գրաֆիկով նախատեսվել են, օրինակ նախատեսված են 3 տարի, օրինակ մանկապարտեզների կառուցման աշխատանքներ կան այդպիսի, աշխատանքներ կան, որտեղ խնդիրներ կան կապալառու ընկերությունների հետ, նոր մրցութային գործընթաց է մեկնարկել, Պետք է վստահեցնեմ, որ այս աշխատանքը անընդհատ շարունակվում է եւ շատ մեծ է հավանականությունը, գուցե 1-2 ծրագրի մասով հիմա հստակ չկարողանամ ասել, բայց մենք 2022 թվականին օրինակ ծրագրերի ամբողջ մասը ավարտել ենք, բայց գուցե 2-3 ծրագիր լինի, որ տեղափոխել ենք 25 թվական։ Բայց օրինակ 2024 թվականին հաստատված ծրագրերը, որոնց շինարարությունները մեկնարկել են, հասկանալի է, որ այդ ծրագրերի մի մասը տեղափոխվելու են 2025 թվական, մյուս մասը գուցե էլի օրացային գրաֆիկով պայմանավորված անհրաժեշտություն լինի տեղափոխել 2026 թվական։ Իմ նշած ցանկը ամբողջությամբ դրանք ուրեմն իրականացվել են 2024 թվականին, թվարկեցի արդեն ճանապարհները ըստ կիլոմետրերի, գազաֆիկացում, լուսավորություն, 83 մանկապարտեզի կառուցում եւ այլն, դրանք իրականացվել են 2024 թվականին եւ վճարվել են 2024 թվականի պետական բյուջեից։ Ես այդտեղ մտահոգվելու առիթ եւ պատճառ, եթե անկեղծ չեմ տեսնում։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։